Հայկական դիրքերի ուղղությամբ Տավուշի մարզի հատվածում այս գիշեր ևս կրակոցներ են հնչել։ Վաղանից գյուղի հարևանությամբ գտնվող Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Այստեղ 2 օր առաջ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման հետևանքով հայ հովիվ էր սպանվել։ Վաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի տեղեկություններով ճանապարհը կբացվի մի քանի օրից, երբ իրավիճակը հանդարտվի, իսկ մինչ այդ օգտագործվում է երկրորդական ճանապարհը։ Այս գիշեր այգեպարումել են կրակոցներ լսել։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Ազատությանը փոխանցեց, որ կրակել են դիրքերի ուղղությամբ։ Ինտենսիվ կրակոցներ են հնչել Պառավաքարի հատվածում։ Օրերս էլ այս գյուղի բնակիչներից Ալբերտ Զոհրաբյանը մեքենայով գնացել էր գյուղի հարևանությամբ գտնվող անտառ փայտ բերելու։ Տեղ հասնելուն պես ադրբեջանական կողմից սկսել են կրակել նրա ուղղությամբ։ Փետը լաչարած կրակեցին ավտոմեքենայի վրա, իսկ փախել եմ այնտեղից, որ հանկարծ ինձ չխփեն ու եկել մեր տուն։ Զոհրաբյանը պատմեց, որ սահմանից 1 կիլոմետր հեռու է եղել։ Կրակել են տարբեր զենքերից, իսկ վերջում դիպուկահար զենքի կրակոցով պայթեցրել մեքենան։ Ասում ես, մեր պոստերն անել են, պոստից է վիրև է, սարից մի քիչ ներքև է։ Չկարացին, ոչ մի բան անենք, ես էի մենակ, չկարացի, հետո թե թողեցի, 6 ժամ կրակեցին ավտոմեքենայի վրա։ Մեր այդտեղ իջա որ գամ գյուղ, որ մտնի, որ գնամ ավտոմեքենան բերեմ, տես արդեն մաշին այրվում է։ Մեքենան մնացել է անտառում, դրան մոտենալ այս պահին հնարավոր չէ, քանի որ կրակոցները չեն դադարում։ Հայ գյուղացու ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ այսօր Բերդի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության փորձ կատարելու եւ գույքը դիտավորությամբ փչացնելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի վայրը առայժմ հնարավոր չէ ուսումնասիրել։ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը Ազատությանը պատմեց, որ ադրբեջանական կողմից կրակում են նաև Պառավաքար-Վազաշեն ճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ։ Գյուղի երեխաները փամփուշտներից թաքնվելու ձևը սովորել են։ 2 հարկանի է մեր տունը, վերևի հարկում չենք մնում, ներքևի հարկում ենք մնում, որ կրակեն շատ չկպչի։ Տենց էլի շատ ենք վախենում։ Դա սովորելիս երբ կրակում են, անհանգիստ ենք լինում, չենք կարողանում սովորենք։ Իրիկուններն էլ են շատ ուժեղ կրակում։ 6-ին, 5-ին, ամեն ժամին կրակում են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում հաստատում են Տավուշի ուղղությամբ շարունակվող հրաձգության փաստը, թեև նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ էլ այս գիշեր ինտենսիվ կրակոցներ են եղել։ Պաշտպանության բանակից Ազատությանը փոխանցեցին, որ մոտ 1000 կրակոց է արձակվել։ Երեկ երեկոյան էլ հաղորդվել էր, որ Ղարաբաղի հարավում գտնվող մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է 23-ամյա զինծառայող Միսակ Հակոբյանը։ Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։